Երրորդ հարցը պարոն Գորգինյանի կողմից կրկին։ Բավականին շատ հարցեր է, Վերջերս լայն քննարկման առարկա են դարձել ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնելու հարցերը։ Խնդրում եմ կրկին անդրադառնալ այդ հարցին, հնարավորինս մանրամասն պարզաբանել, թե ինչպես 1921-ից 23 թվականների նախկին լղիմից ապօրինաբար անջատվեցին Արցախի այդ շրջանները, որոնք զիջման կամ փոխզիջման ենթակա չեն։ Հիշենք, թե ինչպես եղավ, որ Ղարաբաղը հայտնվեց Բաքվի վարչական ենթակայության ներքո։ Ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում Ադրբեջանի կազմում եւ այլ Բաքվի վարչական ենթակայության ներքո։ Սա շատ կարևոր է, որտեղ երբ որ ասում են Ադրբեջանի կազմում է Ղարաբաղը, շփոթում են, նման բան չկա։ Ադրբեջանը ինքնին կազմ չուներ, որտեղ Ադրբեջանը միջազգայինորեն ճանաչված պետություն չի եղել, սովետական Ադրբեջանի մասին է խոսքը, հետևաբար ինքը չունեցել նաև որևէ գերիշխանություն որևէ տարածքի նկատմամբ։ Եվ 21 թվականի հուլիսին, երբ որ անօրինական որոշումով, իսկ ինչու էր անօրինական, դե կուսակցական որոշումներ, կամ բյուրոյի որոշումներ, էլ գիտեք բավականին մանրամասները երկու անգամ քվեարկությունով, առաջի անգամ ուրիշ քվեարկություն, երկրորդ անգամ փոխել եւ այլն, Ստալինի միջամտություն մյուսների եւ այլն, որոշվեց Ղարաբաղը, նա լեռնային հատվածը, այսինքն Ղարաբաղը դնել Ադրբեջանի ենթակայության ներքո, իսկ արդեն 23 թվականին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Եվ հենց սա էր, որ ըստ էության Լեռնային Ղարաբաղը շատ ավելի մեծ էր, քան մարզը, այդ մարզը արհեստականորեն կտրատվեց, ահագին հողատարածքներ դուրս թողեցին եւ զուտ հայամնաք։ Իսկ նույն հետագա, այսպես կոչված Շահումյանի շրջանը, դա Լեռնային Ղարաբաղի մասը իր ամեն ինչով, էլ չեմ խոսում, որ ասենք ուտիքի ամբողջ այդ հայաբնակ շրջանը մենք մոռանում ենք, որ հենց նույն հյուսիսային Արցախից մինչև Ղազախ, մինչև 80-ական թվականներին մի քանի տասնյակ, 50 եւ ավել հայկական գյուղեր կային եւ թողատարածքներ, մենք այսօր դրա մասին մոռացել ենք, բայց կար։ Այսինքն որոշվեց եւ 23-ին դրեցին, կտրատեցին ցավոք սրտի ժամանակայ կոմունիստները ի տարբերություն թուրք կոմունիստների, մտածում են դե ինչ տարբերություն, թե ում կազմում կլինի, վերջո նույն երկրի մեջ են գտնվում, միջոց ասեմ, որ կորուստներ եղել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասով, այլ բուն Հայաստանի Հանրապետության տարածք, երբ որ նայում եք անգամ թվերը նայում եք պաշտոնական, այսինքն սովետական առաջին հանրագիտարանի մեջ, այսինքն Հայաստանի տարածքը 30,500 քանի քառակուսի կիլոմետր է, հետագայում անմիջավ մինչև այսինքն 29,000 ինչքանի եւ այլն, այնպես որ պիտի ավելանար, որտեղ Սևանը ցամաքեց եւ ինչ որ հողատարածքները ավելացան։ Այնպես որ ուզում եմ ասել, որ դա մտածված քաղաքականություն է եղել, դա իրականացել է եւ բոլոր այն այսօր օգտագործվող այս ձևակերպումները, որ այլ ընդհանուր պետության մեջ լինեն Ղարաբաղը եւ Ադրբեջանը կամ ինչ-որ կենտրոնական վերահսկողության, մենք այդ ամբողջ արդեն անցել ենք եւ գիտենք, որ դա չի աշխատում, հետեւաբար որևէ տարածքի զիջում կքայքայի կավիրի այն կառուցվածքը, որ այսօր կա, որը հնարավորություն է տալիս պահպանել հավասարակշռություն եւ